Այսինքն ես մի նայում եմ սա բարի առավոտ, հա, այստեղ որ նայում եք, չէ, 2-ից 5 տարեկանների, 6-ից 10 տարեկանների, 5-ից մտքումների միջազգային Միքայել Ղազարյան, արդեն ունենք հաջողություններ դա միջազգային եւ լրացուցիչ հրացուցիչը մեր Անահիտը, մեր ջան Երևան Հայաստանում դեմ հայտնի այդ տարբեր մրցումների մասնակցելը մենք գիտեք զենքի, լավ զենքի արդեն կարիք ունենք մենք կներկայացնենք եւ առաջացավ հետաքրքիր նախագիծ ամառային ընկերցանության սովորաբար ուսուցիչներն են գրում ցուցակ բան ինչ կա հիմա մեր բլոգեր սովորողներն են սկսում իրենց հասակակիցներին ներկայացնել ինչ են իրանք կարդում եւ ինչի են ուզում իրենց հասակակիցները կարդան այդ բաները եւ այդտեղ շատ մեծ հետաքրքիր ընտրություն է գալիս եւ միանգամից սկսվում է հաղորդակցությունը քննարկումը հետո դա ավելի վստահելի է երբ պատանուն առաջարկում դրած ամենից գրական ակտիվ ղեկավարներից մեկը այդ սովորողները սկսեցին դրանով հետևել թե իրենց ուսուցիչները ինչ են կարդում դա ուսուցչական ակումբ է բայց ոչ միայն հայրենի ուսուցիչները ու գիտեք սեպտեմբերից ամեն շաբաթ կարող եք իմանալ թե ֆիզիկայի ուսուցիչը ինչ է կարդում ընդհանրապես կարող եք ակումբի մեջ է հա այս բանում վերացական ժամանակակից գրականություն Շագիր հետևում է մեր հունիսյան ճամբարներին, մեր համար 2017-ով աշխատանքներին և այցելել է մեզ ծափարել կամ մեր նախարարը։ Ամբողջ կրկահամալիրը իր բոլոր բաները բաց ճամբարային նախագծային ասենք է բարևկեսել, որ ասում էի վարդանանը Այս իդեպ մեր սովորողների ավակած տպիչն արդեն, այսինքն դետալները գնել են տարբեր տեղերից և գնել է ռոբոտիքսի խումբով տպիչը հավաքել։ Հիմա տպվում է արդեն, այստեղ որ նայեք, ինքը տպիչը հեսա, տպիչը աշխատում է։ Դետալները հաշվարկել միջոցով, что мы երկաժամանակ ստացան, ու դարձավ շատ լավ դիդակտիկ ինքը փոխանցում է, ու շատ հստակ երևում են բոլոր իրավունքները, սա գիշերված է թափով, դժվարային գիշերների առաջացում։ Անի փորձի վրա է իրական գործունեի Չէ, գիտեք, հետո մենակ հետ պետք է չնայել, պետք է նայել պարոն նախարար, հանրակրթական ինչ կարող է քիմիան երեխայի մտածողական կանանց քիմիայի հետո ինչ ունենալ, մտածողության զարգացման Սառը պատրաստ է շատ արագ ամենակարետ Էսի ամենը հենց հիմա կարան արդեն Տենց էլ անում են ձեռի հետ Մեզ տանը սարքում եք ես տեսով վրացը 9-րդ դասարանցին եկավ գրականության բանավորին իր կոմպյուտերով, իր բլոգով այն Միքայելը կարող ասում է 9-րդցի Գրականության մեքանիզմը հանդիպում է այլընտրանքների ֆորմատով Ես ներկայացնում եմ մեր մոտիվային այն գրականությունից ինչ որ մենք անցնում ենք դա մասնավորապես այս մենք ամբողջությունը բանասետեցինների դա բոլորը իմ բլոգում իմ գրականության բաժինը ծրված է ու ես երեք ներկայացնում բլոգի գրականություն բաժինը առանձնացրեցի մի իմ գրածների տոկի բույն որը որ ես ներկայացեցի համաժողովին հետո ինձ քաշեցի դեպի մորից մենք կարող Վիլյամ Սարյանի այն հրավեր գիշերը ընդդեղից դա
արդեն վերլուծեցի ու ստացա համոզություն։ Մեր ուսուցչուհիներն են, մենք բացի երգչախմբից ստեղծեցինք գործիքային ամենատարբեր խանութներ և հիմա համերգի ենք պատրաստում, երաժշտական շատ լավ դպրոց ունենք իր ամեն ինչով, հետո լրացիչ կրթության, անդրության գործունեության, անհատական ուսուցման, ամերիկային ուսուցման զարմանալի համակարգաներն են։ Հեսա, հիմա դուրս են։ Այդ հիմա այնոց խոստացան և թարգմանիչների ու վրացախոս Ռինանա վրացերենի ուսուցչուհին Իրինանա իդատ մենք ունենք դասարաններ, որ կարող են արդեն մի քանի լեզվական հանդիպության նախարարը։ Իսենց ինչ եք անում սենց։ Թարգմանական ստուգապեսը ուսի 12-ից սկսում է բանգլադեշյան պլեները, որը 7 գործունեություն է, դրա մեջ թարգմանական ստուգապեսն է։ Այսինքն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում թարգմանական աշխատանքը ֆրանսերենից, վրացերենից, ռուսերենից, անգլերենից, իսպաներենից։ Գիտեք չէ, այս փոխվարչապետը ամենաշատը տպավորվեց Սերետ հանդիպումից։ Ինքը տեսավ, որ առաջ կազմակերպեցին, պիտի լինի։ Ու ասես ձեր բոլոր դպրոցները տեսնեն, ասում Լրագրական ակումբն ենք, հիմա որոշ մասը անում է թարգմանություն, որոշ մասը ուսաբանումներ, քանի որ իրեք գնացել ենք դպրոցում, պատրաստվում ենք Յարբլյանի հետ մամուլի ասում։ հիմա ինքը այստեղ ամամուլի ասում է։ Այո, մենք ճամբարային Երեք գիշեր մի ջոկատ որոշեց, միջնորդեց, խնդրեց, որ գիշեր, այսինքն գիշերումով լինի։ Մեր գիշերումու ճամբարները արտագնային, ասենք, Սևանում տարբեր տեղեր։ Այս անգամ որոշեցին բան, ես ընդառաջեցի ուսուցչի ջոկատավարի հետ։ Գիշերը ովքեր են անցկացնում։ Քնապարկ բան ունի։ Այդ հայրենագիտական կայանն Բայց է։ դրսում եք քնեք։ Ներկայանում մեր նպատակն է իմանալ ինչ առաջարկներ ունենք մեր լրագրական ակումբի համար, որովհետև մենք ուզում ենք ավելի զարգացնել մեր ակումբը, որովհետև Կոնկրետ ֆինանսականի չէ։ Հրավիրավորվածն է լրագրական ակումբում, որովհետև մենք շուտով տեղափոխվում ենք ավագ դպրոց, ու լրագրական ակումբում միջին դպրոցն է։ Ես ասեմ, պարոն նախարար, այդ ձեր առաջարկը մի քանի օր առաջ մի հանդիպման ժամանակ բլոգերներից մեկը ասեց, ես ուզում եմ ավելի մեծ լսարան։ Լրագրող է, ինքը գրում է, ինքը ստեղծում է եւ ուզում է մի տեսակ մեկուսացված է։ Այսինքն մեդիան պատանիների մոտ որպես հաղորդակցություն չէ, այս տիպի ուսումնական հանրային խնդիրների հա չի զարգացած, ցավոք սրտի, դա նախարարին էլ ուղղված հարցը ու խնդիր, հա։ Մյուս կողմից մեր սովորողը մնում է չլսված, այն հեյով կա այդտեղ։ Ինքն այն խնդիրը, որ նախարարը մեր առաջ հիմա դրել է, ձեռքբերումների փոխանցում Հայաստանով մեկ, հա, հնարավոր լինի, պարոն նախարար, ներգրավել նաև ԶԼՄ-ներին, հա, որ նրանք նույնպես հակառակ դեպքում այդ խնդիրը լուծում չունի։ Օրինակ խնդիր, որ ինձ զբաղեցնում է։ Գեղարվեստի դպրոցում հիմա մեծ լավ ցուցադրություն կա, միջին դպրոցն է արել, առիթ կլինի Գեղարվեստի դպրոցի իրոք առանձին աշխարհ է, Գեղարվեստի միջավայրը, հա։ Իսկ ասենք իրենք արտադրանք կարողանում են վաճառել բանը։ Հիմա վերնից Մենք Սեբաստացի մոլ ունենք։ Ունեք մոլ։ Ունենք Սեբաստացի մոլ, որը Իրենք հաշիվ մեջը ֆինանսական բաներ դրած է բաղադրիչ։ պահեն։ Պահեն այդ գումարը որտեղ ներդել է։ Ոչինչ չստեղ, որ անծանոթն էլ գանստի սկսի աշխատել, հա։ Այսինքն կրթության դիտության Ամենահաճելի պահը ձեր մոտ է։ Ինչ եք, հիմա ինչ եք ստեղծագործում։ Այսօր բաշակներ ենք մեծամասն։ Պարոն նախարար, տեսեք, ասենք այս չարքերը բան որ դրսում լինի, այ անցնող ասենք դիմացի հարություն մենք դպրոցից, ինքը գա, մտնի սկսի աշխատել։ Այստեղ այս տեսակ ճամբարները ամբողջը մտածված է որպես ինքը սովետի ժամանակ մտածվել է որպես կրթական պարտեզ, այ նայեք, հիմա որ վերցնենք ձեր ձեռքը, մենք գտնվում ենք այստեղ, մայր դպրոց որ գրած է, եւ դիմացի դպրոցն էլ այստեղ է, հա, եւ այս բանը, այս Բաբաջանյանը, այս սրա մեջ, ուրեմն այս երկու դպրոցը ու 6-ը նախկին մանկապարտեզային շենքեր։
Բայց հիմա որ ուզենաք դուք մի շենքից մյուսը գնաք, չեք կարողանա ցակուցել։ Հիշում եմ, որ բարձրացան կնդեղը։ Այո, հիմա ամբողջ քննիրն է նա, որ այդ կրթական ոնց որ մերն է։ Այսինքն այս բանալի արանքում լինի հեծանվային ոտքի հարմար անցումներ, ծնողը ուզում է փող գնա։ Դա բնական է։ Չէ, դա չի կարող, դա պետք է դրանդը մտանի, փակի մտնի լինի։ Դա ստանում է, չի կարող։ Ծնողն էլ դրսում պետք է սպասի։ Այս սա է կրթական պարտեզը, այս բանը։ Եվ այս մոդելը կարա դավթաշենում, նորքի վեցերով, զանգվա, ամենտեղ աշխատում։ Այսինքն այդտեղ ներսին չեն կպնում պատկանելու նրան, հա։ Եվ դա շատ էժան է, եւ խաղակ շատ է բանը։ Մեր կրթահամաներում եկող 2011-12 թվականին տարում առաջարկում է 12-րդ դասարանի մեկանիկ կրթության մոդել։ Ասեմ, երբ ցանկը ուզեցի քա մեր նախարարություն, թե մենք քանի առարկա ունենք, մեր առարկաների ցանկը մի սովորումը 5-6-ը գերազանց է։ Մենք չենք սահմանափակել 10 ժամով, որովհետև դրա մեջ մտնում է նաև ինքնակրթությունը, սովորողական, մենք սովորողներն ենք, ովքեր բանակ են գնալու ու միասնական քննություն չեն հասնելու, բայց դեպքում 3 առարկա ինչ անեն։ Այդ ժամանակ ասացիք պատվերի վերջին կայացրել Խտրությունը։ Ինքը ինչ ընտրի, հա։ Այո, ինչ ընտրի, Մեր կրթահամաները Եթե չընտրի, նոր հայացքներում մաթեմատիկա։ Գիտեք, ունենա տեխնոլոգիայի, երաժշտության, աշխատանքի։ Ասենք որ ինքը եթե չընտրեց, մենք տրամադրենք։ Ուզում ասեմ, պետք չի նայել քննությանը, բուհին նայել։ Հա չէ, հայոց լեզու մաթեմատիկան տեղացրեցին, որ ասենք մարդու ուզում է տրախտորից դառնա։ Կամ ուզում է գնա արհեստավորության։ Իրանք կյանքում ինչ է։ Լեզու է ապետ, բայրենի մի քիչ լավ։ Ինքը ուզում է շատ բանից փախնի, ուզում է մտնի արտադրության մեջ, շատ ավելի կարևոր է, որովհետև ամեն ինչ կարող է լինի, ի վերջո ինքը չաշխատի, ամենավտանգավորը դա է։ Որ ինքը դասարան հասկացողությունից վերանում է եւ առարկաներով է։ Այդ փոքր դպրոցների համար, որ մենք 20 երեխա, 15 երեխա, 30 երեխա միջև, հա մեթոդ դառնա, որտեղ այդ երկկոմպլեկտ, երակոմպլեկտը հայտարարություն է, այսինքն վերում լցնում են ու ոչ մի բան չեն սովորում։ Օրինակ, այդտեղ մենք թարգմանել ենք Սելեստան Ֆրենեի նոր դպրոցը։ Եթե ունեք առաջարկ տվեք, դեռ։ Անպայման։ Ունենք ամբողջական առաջարկ Եվ այդտեղ այդտեղ մանկավարժություն կա։ Ֆրանսիայի կան նոր դպրոցի, 10-20-րդ դարի վերջի Ֆրանսիայի նոր դպրոցի այո, մենք մեր ուսուցիչները հենց բան արեցին, թարգմանեցին։ եթե պետք է դպրոցների հետ կապվենք, իրանց խնդրենք Անպայման, սիրով։ Մենք դրա որոնման մեջ ենք, այսինքն չենք կարող, էլի։ Իսկ դա դպրոց փակելը լուծում չի։ Մանկավարժության բաց ճամբար ուսուցիչների համար հանրապետության եւ նորարարության ճամբար։ Այսինքն մի հատ փլուդենք այդ խնդիրները տարածման ձևի առումով, չէ, բայց ձևական չունենք այդ ուսուցիչների հետ։ Մենք առաջարկենք մեխանիզմը եւ մեր այս միջավայրում սպորտով, նույն ուսուցիչները ձիգշի, լողա, սպորտ լինի, քննարկման մասնակցի իրական, նախարարի հետ առանց փոխկապի հետ հանդիպելու հնարավորություն ունենա, այսպես, հա, իրական 3 օր գոնե, չէ, եւ պատանեկան այդպես, ինչպես ասում էի, տարածաշրջանային ճամբարի հիմքը ունենք, ձեր ասած անունն էլ վերցրել ենք բարեկամություն։ Լավ ան, չէ, ինքը հեռաբան ունի իր մեջ։